Ձնա ջան, ես դու սենյակում էիր։ Հա, քնած էի, համել բարի լույս։ Բարի լույս, բայց Արսենը քեզ էր փնտրում։ Առավոտվանից քեզ էր ման գալիս։ Ու ասեմ իրան կորցրել էր։ Երևի շատ սիրելուց է, որ կողքը պարկած չի նկատում։ Արսեն։ Այդ տղա դու անեկդոտ ես։ Կինդ կողքիդ պարկած կնոջդ ես ման գալիս։ Ինչ անեմ մամ ջան, ձինան որ գրկումս չլինում չեմ տեսնում։ Սա գիշեր դոշիս է քնում, զարթնեցի տեսա դոշիս չի, էլ կողքերս չնայեցի։ Սուտ է ասում։ Մյուս անգամ նկարեմ, որ ապացուցեմ։ Մամայից պետք չի քաշել կյանքս։ Մաման մենակ ուրախ է, որ մենք իրար սիրում ենք։ Չէ՞ մամ ջան։ Իհարկե ուրախ եմ, որ իրար սիրում եք։ Մենք գժում ենք իրար համար։ Չէ՞ կյանքս։ Արսեն, ինչ ես կնոջդ նեղացնում։ Չի կարելի, չէ՞։ Մամ ջան, իմ կինը չի, ինքը չի նեղանում։ Մի քիչ ամաչում է, ոչինչ։ Տեսար, գնաց։ Ոչը չես այդ կգա։ Կոֆեսուրա։ Ճանապարհեցիր Արմանին։ Հա։ Իրա մոտ չէի ուզում ասել, բայց որ եկանք վերքս ահավոր ցավում էր։ Ցավազրկող տան։ Սպասի։ Ասխամի։ Շնորհակալ եմ։ Սար, շատ լավն է Արմանը։ Շատ։ Վարկյան առ վարկյան էլ ավելի եմ նրան սիրում։ Հասկանում եմ քեզ։ Երեք ամբողջ գիշեր ձեռքս բռնել ու նստել էր։ Աչքերս բացեցի ու նրան տեսա։ Շատ հոգատար է, շատ։ Սար երեք բժիշկը չթողեց, որ ես մնամ։ Ասեց, որ կարիք չկա մնալու, միևնույն է քեզ պետք չեմ գալու, դրա համար եկա տուն։ Ճիշտ է վատ եմ զգում, բայց եկա։ Լավ ես արել, որ տուն ես եկել։ Ճիշտ ասած անհարմար զգացի, որ իմացա Արմանն է մնացել։ Շատ իզուր։ Միևնույն է Արմանը քեզ տուն կուղարկեր։ Գիտես Արմանի կողքին ամեն ինչի մասին մոռանում եմ։ Ոչ մի բան չեմ զգում, այսինքն ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել։ Մենակ սիրտս արագ բաբախում։ Սար Լևոնն էր եկել։ Էլի։ Հա։ Եվ ինչ էր ուզում։ Չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ։ Ինչ ա եղել։ Դե ասեցի, որ էլ ստեղ չես ապրում, որ ուրիշի հետ ես։ Հավատաց։ Ինձ թվում է, հա։ Շատ ավելի լավ։ Ինչ ուզում ա թողանի։ Սար կներես, որ հարցնում եմ։ Լևոնի հանդեպ ինչ-որ բան զգում ես։ Ոչ մի բան։ Իսկ Արմանը։ Սիրում եմ։ Հա, պապ։ Արման ջան, բա երբ կգաս։ Ինչ-որ բան է եղել, ինչի։ Դե նոր հաշվապահ ենք ընդունում, կուզենայի, որ դու էլ ներկա լինեիր։ Պապ ջան, ես մի քիչ ուշոտ եմ գալու։ Բայց գիտես, դու կարաս նայես, կարաս ինձ չսպասես։ Լավ։ Չնայած, պապ, մի ժամից կլինեմ։ Դե ուրեմն կսպասեմ։ Լավ։
Կարեն մետներ Սարի։ Ես քեզ չասեցի գնաս։ Արսեն, Այս չայը սառացրու։ Ինչի դու չես կարող։ Չէ, չեմ կարող։ Սառացրու։ Իսկ ո՞նց սառացնում։ Փչի թո սառի։ Դե խմի։ Դու մեռար։ Չեմ համբերում երբեն գիպսս հանելու։ Դե լավ, մի օր մնաց։ Հա, ու գնալու եմ աշխատանքի։ Շունչս կտրվում ա տանը։ Դու բանկում էիր աշխատում, չէ՞։ Ու այդ նշանակում է, որ վաղը չեմ մյուս օրը աշխատանքի ես գնալու։ Ես մեծ հույսեր ունեմ։ Ուրեմն դա Աստված, որ հույսերը տարթարանան։ Հիմա արդեն ամեն ինչ լավ կլինի։ Չգիտեմ ինչի վստահ եմ։ Լուսի ջան, Համամ։ Ուզում ես անջատեմ։ Չէ, նորմալ է։ ժամը քանիսն է աղջիկ ջան։ Երբ պիտի սենյակից դուրս գաս։ Խոսում եմ, մամ։ Դու ամբողջ օրը կամ խոսում ես, կամ ինտերնետով ինչ-որ մեկի հետ գրվում։ Մամ։ Սեղանը պատրաստ է, չի։ Ոնց որ մեր խոսակցությունները աչք են ծակում, հա։ Դե մամաս զավոր չի։ Բայց ոնց որ խիստ մամա ունես։ Այդ առումով է շատ խիստ է։ Դե դրա համար մեր շփումները պետքա տեղափոխել իրական դաշտ։ Ոչ կտեսնեն, ոչ կլսեն։ Արի այսօր կինո գնանք։ Կինո։ Հա։ Հետո էլ միտեղ կնստենք, կքննարկենք, ինչ կասես։ Դու ոնց որ ուզում ես նենց անես, որ մամաս շուտ տոմսերը առնի ու ես գնամ։ Ես ուզում եմ քեզ տեսնել։ Իսկ կլինի ես մի ժամից պատասխանեմ, կկարողանամ գալ թե չէ։ Դու մենակ ասա հա։ Եթե ինձ մնա, ես ասում եմ հա, բայց կախված է տան իրավիճակից։ Եթե ուզես տնից դուրս գալու ելքը միշտ էլ կգտնես։ Լավ։ Հիմա հա։ Հա։ Դինա։ Այդ սեղանը տատը սա հավաքելու։ Թեյ եմ բերել։ Ես թե չեմ խմում։ Արսեն ջան, բա որ թեյ չես խմում, ինչ ես ինձ անընդհատ թեյի ուղարկում։ Լավ դուր խմեմ մանթո չընկնես։ Քո նման անհամ ես սարքե։ Անտակտ։ Գնա սեղանը հավաքի։ Արսինա, բարի լույս։ Բարի լույս։ Լուսի ջան, ես սկսել ես երկար քնել։ Չէ, քնած չէ, ինտերնետ էի մտել։ Ու ում հետ էիր խոսում։ Այ քեզ բանկո ինչ գործ։ Մի մուկ խոսեց իր հերթին։ Հələ մի հատ թարար սեղանը հավաքելու։ Քո գործը դնել հավաքելն է։ Այդ տղա, ինչ ես հարսից նեղում։ Հարսիտ նեղել կլնի, ինքն է բոլորից նեղում։ Հələ մի հատ ասա այդ երեգուր էիր։ Արեք, ընկերուհիներով տեղ էինք գնացել։ Ինչի։ Ասեցի Նավսյակի։ Գիտես չէ՞ որ քո կյանքում տղա հայտնվի, առաջինը ես պետք է իմանամ։ Օհո։ Ինչ օհո։ Այս դու ինձ չես վստահում, Արս։ Քեզ վստահում եմ քուրս, բայց տղաներին չեմ վստահում։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Դե դավայ գնացես։
Ասեմ, որ աղբերդ շատ ճիշտ էր ասում։ Մամ, ասեմ, որ ես շատ վախեցա։ Ոչինչ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Լավ։ Մի քանի բան եմ բերել ձեր համար ուտելու։ Գնամ պատրաստեմ գամ։ Լավ։ Ոնց ես։ Լավ։ Ցավեր ունես։ Քեզ ինձ հարմար է, կուզես դիրքդ փոխենք։ Շատ հարմար է։ Եկա, բայց պետք է լի գնամ։ 2 ժամանոց գործ ունեմ օֆիսում։ Հանգիստ գործերով զբաղվի։ Սար։ Կարող է Տաթևը նեղվում է իմ ներկայությունից։ Եթե հանկարծ նման բան լինի, ինձ անպայման ասա։ Անպայման։ Ձեր համար մի քանի բան եմ բերել ուտելու։ Ինչ։ Դե թեթև բաներ կատնամթերքային, յոգուրտ, կատնաշոր ու տենց բաներ։ Էժան պրծանք։ Ես շատ խիստ բժիշկ եմ։ Փաստորեն բախտս չի բերել։ Չէ, հակառակը շատ է բերել։ Դու ինձ առողջ ես պետք։ Լավ, գնամ օֆիս գործերը վերջացնեմ ու շուտ հետ գամ ստեղ։ Կսպասեմ։ Դե գնացի։ Ցար։ Արմանը գնաց։ Ամբողջ խանութը առել բերել է։ Ինչ ամոթ է։ Ուշադիր հոգատար։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը։ Ես շատ շնորհակալ եմ Լևանին, որ նման բան արեց։ Հակառակ դեպքում Արմանին չէի հանդիպի։ Ինչ որ բան բերեմ ուտեսալ։ Չգիտեմ, բայց դու պետք է անպայման հետս ուտես։ Հա, կուտեմ։ Վաղը պիտի աշխատանք փնտրեմ։ Ես էլ հենց ապակինվեմ, կսկսեմ աշխատանք փնտրել։ Բայց ինձ թվում է Արմանը քեզ թույլ չի տա աշխատել։ Իսկ ինձ թվում է դրա մասին դեռ վաղը մտածել եմ։ Լավ։ Գնամ տեսնեմ ինչ եմ բերում ուտես։ Հա, ինչ ա եղել։ Ալեքսն էր զանգել։ Ինչ ա եղել։ Լալայանը սաունա է գնացել։ Հետո ինչ։ Ասում է բեսանտ կայֆ է ու մեր աղջիկը հետ է։ Արա, սա նախարար մարդ ես, այդ պուտանկեքի խելքին ես ընկե։ Ասեմ մեր աղջկան խոսացնի։ Բա դա էլ հարց է, մաքսիմում խոսացնի։ Աշոտ ակցիաներն ա բերե պապային տվել, թե ոչ մի բան ինձ պետք չի։ Երեկվանից մտածում եմ, թե որտեղ ա ուզում մեզ գցի։ Ես ասախ կիմանանք։ Խմենք իմ հաջողության կենացը։ Ոնց կասես։ Այսօր վերևներում համ տեղեցին,
Համ եղեցի։ Բայց ես միշտ ճակատս բարձր եմ պահում։ Աշոտ Լալայանին գոտրելը դժվար բան է։ Բա ոնց։ Ես կյանքում մնում է ուտել խմելը վայելը դրանք կյանքը վայելենք գյոզալս Հա, պապ։ Հասկացա, պա։ Ոյ։ Դու ով ես։ Պապաս։ Պապատ։ Սպտոնը թոշակիդ գնալու վախն այս պապատ զանգում կոնտրոլ է անում։ Դե ես հիմա դասի եմ։ Որտեղ ես։ Դասի։ Ես հավերժ ուսանող եմ։ Իսկ ես վաստակավոր ուսուցիչ եմ։ Գնանք ուսանեմ։ Մեզ կներեք, մենք լուրջ խոսալու բան ունենք։ Միրով են։ Արիգնան կնենց դասընթացներ տամ։ Բացատրեմ, բեգեմոտը ինչ թռչուն է։ Պատասխանի, Աշոտ, պատասխանի։ Վայ, Աշոտ, վայ։ Ինչ ա եղել, տեսնես նրան։ Հա? Աշոտ։ Օրքուր։ Արտուր ջան, դու ես։ Հա, բա ով է։ Խաբար կա Աշոտ ձեից։ Չէ, բալես։ Աշոտ ջաջային գայլերը կերել են երևի։ Տեղս չեմ գտնում, մերա զանգելով չի պատասխանում, որ տեսնեմ ինչ ա եղել։ Դե որ հանած լինեին գործից, կիմանայինք, սաղ ինտերնետում գրած կլիներ, առավոտից նայում եմ ոչ մի բան չկա։ Հա, նայել ես տղա ջան։ Դե լավ, թող է տեսակ լուրջ չստանանք։ Դրան որ գործից անենք, քաշված ենք, ամեն առումով քաշված ենք, Արտուր ջան։ Նոթերը, մրուտները կկախի, ամբողջ օրը կխոսա, ականջներս կընկնի։ Օրքուր, մենք տեղ պետք է գնայինք։ Հա, Արտուր ջան, չեմ մոռացել։ Դե գամ գնանք։ Դե արի իրիկունը գնանք, որ գոնե տղամարդիկ տանը լինեն։ Կակրած շատ ավելի լավ, որ տանը չեն։ Կարծում ես։ Վստահ եմ։ Լուսին շատ է դուրս եկել։ Լավ, Արտուր ջան, դե դու արի մինչև ես պատրաստվեմ։ Լավ, դե գալիս եմ։ Լավ, դե արի Արտուր ջան։ Ես վերջին անգամ եմ զանգում քեզ Աշոտ։ Ճիշտ է ասում էլի արևաս։ Մի քիչ պետք է կռայի։ Աշոտ։ Սա կարող է։ Աշոտ տղա, կուզես 10 ճամփով լևի գնա, բայց որ պաշտոնիդ կպել են, կսպանեմ։ Պապ ջան, привет։ Բարև Արման ջան։ Ոնց ես։ Լավ եմ տղաս, լավ եմ։ Ես ինչ ես անում։ Դե հաշվապահի տեխնացության համար հայտարարություն էի տվել, հիմա ես ռեզումեներն եմ նայում, որ հարցազրույցի կանչեմ։ Ո՞վ մեջները կա գոնը խելքը գլխին մարդիկ։ Ես մի քանիսը առանձնացրել եմ, կարող ես նայել։
Նայենք։ Հա։ Այս Լևոնը խելքի գլխին տղա է երևում։ Ու զարմանալու է, թե մինչև հիմա ինչի իր օֆիսը չի բացի։ Կանչենք սրան, էլի։ Կանչենք, տղա ջան, դու գիտես ամեն մեկի բախտը բերում, հա։ Չէ, բայց արի կանչենք, ես կխոսեմ իր հետ։ Ու Ամերիկայա սովոր է, Եվրոպա։ Չէ, ես հետաքրքիր տղա երևում։ Արի սրան կանչենք, ես էլ կխոսեմ հենց հետը։ Այս Կարենին ասեմ, թող մեր կանչի։ Ես կասեմ։ Մեկ էլ պապ, ես են Լալայանի թղթերը նայեցի։ Ու ինչ։ Զարմանալու է, բայց ամեն ինչ քեզ է փոխանցում։ Չեմ հավատում, որ Աշոտը փողից հրաժարվի։ Ինչ որ մտավախություն ունես, հա։ Գիտես ինչ, ամենայն դեպս իմ սիրուն աչքերի համար չի, այդ հաստատ է։ Լյուս։ Հա ջինջան։ Հո չեմ խանգարում։ Չէ, ինչի պիտի խանգարես, արի։ Էս տեղ ես գնում, որ պատրաստվում ես։ Հա, տեղ եմ գնում։ Մի հատ էս հագնեմ, թե ես որն ավելի լավ։ Դե նայած ուր ես գնում ու ում հետ։ Դե ընկերներով կինո ենք գնում։ Ընկերներով։ Հա, ընկերներով։ Լավ, ուրեմն ընկերներով կինո։ Այ էս մեկը։ Էս մեկը, բայց ամեն դեպքում որն ավելի լավ։ Դե նայ, օրինակ եթե տղայի հետ դուրս գայի, այն մեկը բնականաբար ավելի հարմար կլիներ, բայց դե ընկերներով ջինսը։ Լավ։ Քեզ զանգ ա գալիս։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Լևոնն եմ։ Արման։ Ուրախ եմ։ Ադամ։ Լևոն, շատ հաճելի է։ Ճիշտ ասած, ձեր ռեզումեն մեզ շատ հետաքրքրեց։ Ուրախ կլինեմ համագործակցել։ Ես ինչ ակատարում ստեղ չեմ ջոգում։ Ես ինչ բարդակ ես սարքես տեղ։ Կաբինետն էլ բարդել։ Երկու օր քեզ ժամանակ։ Այս ամեն ինչ կարգավորելու համար։ Երկու օրից իմ ուզած ձևը չեղավ, այս բարդելը տանդ մեջ կսարքեմ։ Արսեն ջան, ես ասեցի։ Գիտես չէ ինձ հազիվ զսպեցի, թե չէ գլուխ կջարդեի։ Ինչ է պետք անել Արսեն ջան։ Ինչ պետք է ինքը կանի։ Եթե չանի ոտերը կջարդեմ։ Բարդել են սարքես, բարդակ են սարքե։ Սենսենին պետք է երես չտաս, հենց երես ես տալի գլխիտ են նստում։ Սրանց հապ պետք է ստորացնես, որ իրանց տեղը չխառնեն։ Գնացինք։ Իհարկե հարցը նրանում չի, որ չենք վստահում են ամեն ինչ, որ այստեղ գրված է։
Պարզապես ողջ հոլդինգի ֆինանսական հարցերն ենք վստահելու ու կարծում եմ բնական է, որ մեզ բանիմաց մասնագետի հարկավոր։ Բնականաբար։ Շատ լավ։ Դուք ռեզումեում նշել եք, որ արտասահմանում վերապատրաստում եք անցել։ Ու պարզապես չեք նշել, թե կոնկրետ ինչ լեզուներ եք տիրապետում։ Դե ռուսերենին շատ լավ եմ տիրապետում, անգլերեն, ֆրանսերեն մասամբ, նաև լավ տիրապետում եմ իտալերեն լեզվին։ Այդ լեզուներ իմանալը շատ լավ է։ Մանավանդ որ մենք արտասահմանից շատ հյուրեր ենք ունենում եւ գլխավոր հաշվապահը միշտ այդ հանդիպումներին ներկա է լինում։ Հասկանում եմ։ Ես հիմա Կարենին կասեմ, որ ձեզ ծանոթացնի հաշվապահների հետ։ Ամենայն դեպս դուք մի քանի բանի հետ այսպես ծանոթացեք, հետո մենք նորից կխոսենք։ Հա, իհարկե։ Կարեն, հիմա Լևոնը կգա քեզ մոտ, հաշվապահների հետ ծանոթացրու։ Կարող է գնալ։ Շատ սիրուն է։ Լյուս, այս շորիդ հետ մի հատ շատ սիրուն բիժու ունեմ, որ կսազի։ Բերեմ դիր։ Արժի որ։ Դե եթե ուզում ես սիրուն լինես, ու Հայկը նկատի տա, ուրեմն արժի։ Հայկ ուղղակի ծանոթն է։ Մենք ընկերներով ենք գնում։ Ես բան չասեցի, գնում եմ բերեմ։ Ես մի ժամից կլինեմ։ Ես էլ արդեն տոմսերն առել եմ։ Իսկ ինչ ենք նայելու։ Անակնկալ է։ Լավ։ Կուզես գամ հետևիցդ։ Չէ, պետք չի, ես մեքենայով եմ։ Ուրեմն կսպասեմ։ Լյուս։ Ես ինչ է կատարվում։ Անընդհատ քո ձայնն եմ լսում, Ձինա։ Ալո։ Շատ սիրուն է, էդ քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ձինա։ Լուսի։ Այստեղ ես գնում։ Հա, մամ, ընկերներով կինո ենք գնում։ Այս վերջերս շատ ես ընկերների հետ տեղ գնում։ Իսկ դրա մեջ վատ բան կա։ Դե լավ ես, գնամ Արսենին զանգեմ։ Դու ինչ-որ մեկ հետ հանդիպում ես։ Չէ, մամ, ինչ ես խոսում։ Ասեցի ընկերներով կինո ենք գնում։ Չէ, դե քո ամեն օրվա սենյակում փակվելը, հեռախոսը ձեռքից հետ չդնելը։ Մամ, ես ինտերնետով ընկերներիս հետ եմ խոսում։ Իսկ այն, որ ինչ-որ մեկը հրավիրում է ինձ տեղ, ես չեմ կարող ասեմ, չեմ գալիս, որովհետև մամաս մտածում է, թե ես ընկեր ունեմ։ Քեզ թվում է ես քո տարիքում չեմ եղել։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ես շատ լավ հասկանում եմ ու ասեմ, որ դեմ չեմ։ Դու հանգիստ կարող ես ընկեր ունենալ։ Բայց լավ կլինի, որ ես գոնե այդ մասին իմանամ։ Մամ, տենց բան եթե լինի, առաջինը դու կիմանաս։ Հաստատ կիմանաս։ Իսկ դու երբ ես պատրաստվում մեկնել։ Չգիտեմ, հիմա on-line հանձնում եմ ստուգարքներս, հանձնեմ վերջացնեմ կերևա։ Մամ, ես վազեցի, արդեն ուշ է, գնացի ես։ Վազի։ Հորքուր ինչ ես այդքան երկար մտածում։ Հեչ Արտուր ջան, ինչ պետք է մտածեմ։ Ճիշտ ասած մտածում եմ արժի լեզին ասեմ, որ Լուսիին հավանում ես, թե չէ։ Ինձ թվում է հələ չէ։ Բայց ինչի։ Ինքը երևացող աղջիկ է, հնարավոր է, որ ուրիշ ուզողներ էլ ունենա։
Ուզող ունենա հուշտ կանենք։ Իսկ հորդ տղեն ես, հա։ Կազանովա, բաբնիկ։ Հորքուր ջան, ես որ մի բան ուզում եմ, անհնար է չունենամ։ Լավա։ Սար, ոնց ես։ Ճիշտն ասած, այդքան էլ լավ չեմ ինձ զգում։ Կուզես բժշկից զանգենք։ Չէ, պետք չի ամեն ինչի համար անհանգստացնել։ Դե եթե պետքա պիտի զանգենք։ Ոչինչ կանցնի։ Մի բան եմ ուզում խնդրել։ Ուզում եմ Միլենայի հետ խոսել։ Խնդրում եմ զանգի, այսօր առավոտվանից երեխան մտքիցս դուրս չի գալիս։ Հիմա կզանգեմ Աշխենին, թող երեխուն կանչի խոսես, լավ։ Դե զանգի։ Հեռախոսս խոհանոցում ա գնամ զանգեմ։ Աշխեն դուրս արի։ Տիկին Գրիգորյան։ Ինձ գնա մի հատ հանգստացնող թեյ բեր։ Լավ։ Ես էլ չեմ կարող սենց։ Չեմ կարող, ես էլ չեմ դիմանում, չեմ կարող սենց։ Հա Տաթև։ Աշխեն զբաղված էիր։ Հա, այսօր ահավոր խառը օր ա մեզ մոտ։ Ինչի ինչ ա եղել։ Լսի ոստիկանությունից մարդ էր եկել։ Միլենայի փախուստը աչքիս մեր վրա շատ թանկ նստի։ Գրիգորյանն էլ ահավոր խառն ա։ 5 րոպեն մեկ հանգստացնող թեյ ա ուզում։ Ինչ ա տենց լուրջ ա։ Ահա որ նախարարությունն էլ են կանչել։ Հետը ոչ խոսալ ա լինում, ոչ դեմքին նայել։ Այսինքն շենքից դուրս ա գալու։ Հա։ Աշխեն մի բան խնդրեմ։ Որ դուրս գա, մի հատ զանգի թող Սարան Միլենայի հետ խոսի, լավ։ Հա, անպայման։ Ապրես շատ։ Դու էլ աշխատանքից հետո արի մեզ հյուր։ Անպայման կգամ։ Դե ճիշտ ա, տենց մենակ չենք լինում, բայց շատ մենակ չեք լինում։ Արմանը համարյա միշտ մեզ հետ ա լինում։ Արմանը։ Ըհը։ Հա, ոչինչ, կգամ, անպայման կգամ։ Դե սպասում ենք։ Պապ, ես դուրս գամ էլի։ Արման ջան, ասում եմ մի քանի հոգի էլ կար, դրանց էլ լսեինք։ Պապ ջան, մի ժամով դուրս գամ ու հետ եմ գալու։ Եթե չհասցնեմ էլ, դու իրանց հանձնարարություն տուր, ով գրագետ կլուծի, նրան էլ կվերցնենք։ Լավ տղա ջան, տենց էլ կանեմ։ Բայց ասում եմ, այս տղան, որ նոր ստեղ էր, վատը չէր, գիտես, ոչինչ։ Ինձ էլ է տես թվաց։ Բայց ամեն դեպքում երևի ժամանակը ցույց կտա։ Դե լավ կտեսնենք։ Դե գնացի։ Դե գնա։ Արսեն